Զվարթ ու աշխույժ հուզական ու ջերմությամբ լիքը մթնոլորտում բեմին կենթանացել էր հայկական ավանդական տոներից մեկը՝ Վարդավառը։ Նույն ջրոցու խանդավառություններ, որը գեղչկական միջավայրում անբաժան է վիճակ կամ ջան-գյուլում խաղերից։ 7 գույնի ծաղիկ, 7 աղբյուրից բերված ջուր են հավաքում երիտասարդ աղջիկներն ու տղաները, վիճակ հանում, թե ում բախտը կբացվի այս տարի։ Բեմով էին անցնում թումանյանական հեքիաթների ու պատմվածքների պատկերները, նույն անմեղությամբ, սիրով ու պարզությամբ։ Իսկ այդ սիրո առանցքում աղթամար չափածո ստեղծագործություններ։ Որը երկել։ Այս սիրո մասը։ Սիրելը բարի տեսա, սիրանը չալույա, տարարիմ կյանքի կեսը, յարիս նման մեկապ գրելա գալույա։ Նազանի պարերով, երգով ու խաղիկներով էտյուդցիները բեմից խոսում էին հանդիսականի հետ, առանց բառերի։ Երբ խոսքը երկրորդական է, ուշադրությունը սևեռվում է շարժումների վրա։ 11-ից 17 տարեկան սաների վարպետությունը հենց դրանում էր։ Նրանք պատմում էին ամենագեղեցիկ զգացմունքի՝ սիրո մասին, այն սիրո, որը կարող է լինել թե անկեղծ ու լուսավոր, թե տխուր, ծնվել հեռավորության մեջ, ձգվել ափից ափ։ Դերասանի համար նաև խոսք հանդիսանում է հենց դեմքի արտահայտությունը, մարմինը։ Եթե դերասանը տիրապետի եւ դեմքի արտահայտությանը եւ մարմինը, կարծում եմ խոսքերը նույնիսկ կարող են երբեմն ավելորդ լինել, ինչպես որ մեր ներկայացման մեջ։ Եթե համեմատենք այն ժամանակվա սերը եւ 21-րդ դարի սերը, միանշանակ կզգանք այն տարի անմեղությունը, այն տարի գեղեցիկ սենտիմենտը, այսինքն որը հիմա 21-րդ դարում շատ քիչ զույգերի մեջ է պահպանված։ Այն անմեղությունը, որը իսկապես բոլորի հուզական աշխարհի վրա ազդում է։ Հույզերը շատ են, բռնկում պահեր կամ ներսդ, երբ որ եռում է, ամենա լավ պահերը հենց այստեղ կարող ես ապրել, այս ներկայացման մեջ։ Բանաստեղծների երգած սերը միշտ չէ, որ իրական կյանքում նույնքան գեղեցիկ ու հարթ է։ Երբ այն հայտնվում է մի հասարակության մեջ, սիրո շուրջ սկսվում են ձևավորել կասկածներ, խոսակցություններ ու բամբասանքներ։ Հայտնվում են մարդիկ, որոնք սպասում են հենց այդպիսի պատմությունների, դրանք քայքայելու, կրքեր բորբոքելու ու երբեմն էլ դառնալու կործանված ճակատագրերի պատճառ։ Այս ներկայացման մեջ եւս ջահելների անմեղ ու անկեղծ սերը կանգնած է նույն փորձության առաջ։ Նույն աղթամարի դեպքերը հիմա էլ են շատ, իսկ հին ադատներով աղջիկը պիտի ամուսնանար իր գյուղի տեղու հետ ու օտար գյուղից չպիտի տղաներան սիրեր ու այդպես դրա համար էլ ես ստիպված էի սպանել նրանց, պես ասեմ, դե կողմ չեմ, որովհետև եթե սիրում ես, ուրեմն սերը պիտի ամեն ինչ հաղթի ու հասնես քո սիրած մարդուն։ Հենց մեր միտքը այն է, որ մեր դեռահասների միջոցով այս կոչը հասնի մեծահասակներին, որ պետք չէ իրենց ավանդական մտքերով մեզ ճնշել, որովհետև ինչքան էլ մենք նոր սերունդ լինենք, ամենայն դեպս մենք էլ կարող ենք մեզ չափերի մեջ պահել։ Այս բեմադրությունը էտյուդ ստուդիայի նշանակալի հաջողություններից է, 8 ամիսների աշխատանքի արդյունք։ Ժողովրդական ավանդություն ու լեգենդ աղթամարը էտյուդի ժանրում հրաշալի տեղավորվել էր պատանիների անկեղծ խաղիկների շնորհիվ։ Նպատակս եղել է, որպեսզի 23 երեխա բեմում բոլորն էլ Երևան իրենց ասելիքի ու անելիքի մեջ, որտեղ երկրորդ պլանով պատասխանատու է ծնողի առջև եւ իրենց տեսակը օգտագործվել է ոչ թե իրենց են խաղում, այ մեկը մյուսին են խաղում կերպար մարմնավորելու համար։ Եվ աշխատանքների արդյունքում մենք ունենք կերպարներ լուրջ Ստանիսլավսկու հիմքի վրա։ Պատանի դերասանները առաջիկայում նոր բեմադրությամբ են ներկայանալու, այն կատակերգություն է լինելու արևմտահայերենով, ինչը ոչ միայն նորություն է ստուդիայի խաղացանկում, այլև հնարավորություն ծանոթանալու արևմտահայ լեզվամշակութային միջավայրին։ Ներկայացման պիեսի հեղինակը Նարա Սանթոյանն է։ Հասմիկ Թումասյան, Վահագն Բարաքյան, Հորիզոն։